ինչպես կլա հայ արաքելական եկեղեցին եւ pedagogiությունը փախուն ունենա։ Գարերի փան է ասիգա։ Գիտեմ, դուք ամենքդ աչքերը բացած գսեք, որ բادیակ ինչ միտքս է այս վերջին կառավարության եւ եկեղեցու ընդփախումներու մասին։ Իմ խոսքս սելա առաջ սեզա անեկդոտ ու պատմել գուսեմ, այնադեմ մի հասկանաք թե ես ինչ կմտածեմ այս հարցով։ Երկու եղբայր Գաբրին եղեր նույն լերան դարբեր քյուղերու մեջ։ Եղբայրներն մեկը արավոտ կարտնա մյուս քյուղի մեջ եղած եղբայրը տեսնելու համար, բայց լերը պետք է անցնի, լերան ջամփաները, քալազադենը մեծ մշուշ գիչնա։ Աչք չի տեսներ, մեկ հերոյան տեսնե ըստվերը, քազանի ըստվեր։ Արդյոք արջը, արդյոք քայլը։ Գամած իր զենքին գերգարի իր ցերքը, հետո գմոդենա որ եկող մարդ է, բայց զենք ունի։ Ավազակ է արդյոք։ Ուրեմն ինքնալ զենքը գհանե, կտեսնե որ թիմացինն ալ զենքը պիտի հանե, ճիշտ պիտի գրագե, վերջին ցայնով գսե որ ով ես, թիմացեն ցայնը գուկա, եղբայրս, ես եմ։ Ցայնը գջանչնա, գմոդենան, գողջե քուրվին, կհասկանան որ ոչ թե թշնամի են, ոչ թե քազան են, այլ եղբայրներ են։ Բայց մշուշը ինչպես ցույց կտա եղբայրները որպես թշնամի։ Հայաստանի վիճակը ես այսպես կտեսնեմ, մշուշ կա։ Հատկապես 44 օրվա պատերազմեն հետո այնպիսի մշուշ իջավ մեր ազգի վրա, որ աչքի չտեսներ։ Հայը հայուն թշնամին թարսած է, հայը հայուն գամփաստան է։ Ամեն մարդ ամեն դե թավաջան կտեսնեն։ Ամեն մարդ բոլոր գործանուններու համար մեկ մարդուն պատասխանատու գտնել կուզեն։ Այդպես չէ։ Մշուշն է մեզ այդ ցույց կտա։ Ինչպես կլա հայ արաքելական եկեղեցին եւ pedagogiությունը փախուն ունենա։ Գարերի փան է ասիգա։ Մտածված փամն է։ Երբ որ պետություն չկար, մենք հազարամյակներուն ինչ աղոթեցինք, որպես ասված pedagogiություն շնորհը հայ ազգին։ Հետևաբար սիրելիներ, պետք է աղոթենք եւ խնդրեմ քիչ խոսենք, որովհետեւ քիչ գիտենք մենք թեփքերու մասին։ Քիչ գիտենք այդ քաղաքական շարժումները, ընթացքը, նպատակները։ Իսկ բուրքի մեջ ենք մենք եւ պետք է հետաքրքրվենք եւ պետք է աղոթենք։ Ինչիսի եկեղեցու դերը Քրիստոսն է։ Աղոթենք որովհետեւ Քրիստոսը շարժման անցնի։ Այնպես որ ես իմ աղոթներս կուղեմ մեր հայրենիքի բարօրության համար, անթորության համար եւ ծեր բոլոր աղոթներ կհավաքեմ խաղաղություն թողլա։ Աստված մեզի այդ իմաստությունը դա հայու աչքերուն մենք տեսնենք եղբայրը եւ քույրը